հարկ եմ համարում մեկ-երկու գնահատական տալ արդեն այս պահի դրությամբ տեղի ունեցող կամ տեղի ունեցած բյուջետային քննարկումներին եւ ամփոփելով ուզում եմ ասել, որ վերջին այս գումարման ազգային ժողովի հետ մեր աշխատանքը ընդհանուր առմամբ լավ եմ գնահատում եւ գոհ եմ կառավարության արած աշխատանքից եւ իհարկե գերազանց չեմ գնահատում, այլ գնահատում եմ լավ եւ հիմա ուզեմ ասել թե ինչու եմ լավ գնահատում։ Օրինակ մենք իհարկե դեկտեմբեր ամսում ենք բյուջետային տարին դեռևս չի ավարտվել, բայց մենք որոշակի վստահ կանխատեսումներ ունենք 2025 թվականի բյուջեի հարկային եկամուտների կատարման առումով եւ պիտի ասեմ, որ վստահ ենք, որ 2025 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավել կլինեն 1 տրիլիոն 542 տրիլիոն դրամով կամ 133%-ով։ Ես ուզում եմ այս նրբության վրա մեր բոլորի ուշադրությունը հրավիրեմ։ Այս տարվա մեր բյուջեի ավելացած մասը 2017-ի համեմատ ավելին է, քան 2017-ի ընդհանուր բյուջեն։ Այսինքն մեր ավելացած մասը 2017-ի տարեկան բյուջեից ավելին է։ Եվ ինչ եմ 17 թվականի հետ համեմատում, որովհետև 2018 թվականի երկրորդ կեսին բյուջետային տրամաբանությունը փոխվել է, չնայած 18 թվականի համեմատությամբ նույնպես մեր բյուջեի եկամուտները աճել են։ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք խոստացել էինք, որ միջինում տարեկան կապահովենք 7% տնտեսական աճ։ Այս խոստումը լի կատարված է, որովհետև վստահ ենք, որ 5 տարիների արդյունքում նվազագույնը ամենանվազ տարբերակը ասեմ 7.5-7.6% տնտեսական աճ կապահովենք, իրատեսորեն ավելի բարձր աճ կապահովի միջին տարեկանում։ 2021-2024 թվականներին արդեն Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը աճել է 36.6%-ով։ Սա շատ լավ ցուցանիշ է։